Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է Դուբլ 2 հաղորդաշարը եւ այս հաղորդաշարի ընթացքում մենք խոսելու ենք Whiplash ֆիլմի մասին։ Եկեք ուրեմն սկզբից ներկայացնեմ, թե ինչի է անունը Whiplash։ Փառացինք թարգմանվի որպես մտրակ, այսինքն ինքը մեզ կտանի կհասցնի ֆիլմի մտքին ու ուսուցչին, ով որ սկզբանե շատ խիստ էր մեր գլխավոր հերոսի հանդեպ, իսկ սկզբանե նվագախումբը կնվագեր ստեղծագործություն, որի անունն էր Whiplash։ Նշենք նաև, որ ֆիլմը նկարահանվել է կարճամետրաժ տարբերակով 2013 թվականին։ Կպատմես Նարինե այդ մասին։ Ուրեմն 2013 թվականին ռեժիսորի մոտ Դեմիեն Շազելի մոտ առաջացել էր միտքը ու որպես կարճամետրաժ ֆիլմ 17 րոպե տևողությամբ ու ներկայացվել էր Սանդերս կինոփառատոնին, շատ տեղ էր գտել, շատերին դուր էր եկել ու դրանից հետո էլ միտքը ռեժիսորը շարունակել էր ու տարել էր 2014 թվականի ֆիլմին, այդպես համեմատություններ են տանում, որ գույների տարբերություններ կա։ Գույների հետ կապված ռեժիսորը նշել է, որ սառը գույները ավելի հանգիստ ու խաղաղ մթնոլորտ են ներկայացնում, իսկ տաք գույները ավելի լարվածություն է։ 13 թվականից 14 թվական տեղափոխվել են դերասանական հիմնական կազմը, այսինքն փոփոխություններ շատ չեն տեղի ունեցել։ Հիմնականում մենակ գլխավոր հերոսն է փոխվել ու վсё։ Մնացած նույնն են մնացել 2013 թվականի կարճամետրաժը լրիվ նորից նկարահանվել է 14 թվականի ֆիլմի մեջ ամբողջովին, բառերը նույնիսկ նույնն են մնացել ու տարբերությունը մենակ գլխավոր հերոսի դերասանն է, էլի կրկնվեմ, ու գույների տարբերությունը, այնտեղ ավելի սառն են 13 թվականի մեջ, իսկ 14 թվականի մեջ ավելի գերակշռում են տաք գույները։ Նաև մեր հեռուստադիտողի համար ներկայացնենք, ովքեր չեն նայել ֆիլմը, թե ինչ սյուժե ունի ֆիլմը։ Առաջին հայացքից թվում է սովորական երիտասարդ է, ով սովորում է ամենահայտնի իր քաղաքում ամենահայտնի համալսարաններից մեկը։ Նշեմ նաև, որ մեր գլխավոր հերոսը սկզբանե ընտանիքում չի ունեցել ոչ մի երաժիշտներ։ Ու իսկապես ամբողջ ֆիլմի ընթացքում նրա ցկտումը շատ པարզ երևում է, նույնիսկ այսպիսի մի հետաքրքիր փաստ կա, ֆիլմում չկան ընդհանրապես հայլիներ, եթե ուշադիր լինենք, սա ցույց է տալիս հերոսի շատ կամային լինելը իր մասնագիտության հարցում։ Ու նաև սիրո ու կարիերայի միջև նա առավելություն է տալիս ավելի կարիերային, քան սիրոն։ Օրինակ, ես ինչ-որ չափով համաձայն եմ քննադատների հետ, որովհետև ֆիլմում տղայի այդ շատ փոփոխական կամ ինչ-որ մի բա հիասթափությունը այդքան շատ վառ կերպով չի արտահայտվում։ Այսինքն նա վերցրեց դադար, բայց չհիասթափվեց իր գործունեությունից։ Նա ուղղակի որոշ չափով այդ խոչընդոտների միջով անցնելով ուղղակի իր կյանքում վերցրեց դադարի մի շրջան, բայց էլի հետ չկանգնեց։ Իմ համար իրոք այս բaragայում քննադատները շատ ճիշտ են, որովհետև ֆիլմում անկեղծություն այդ մասով որոշ չափով բացակայում էր։ Ես երևի հակառակ կողմը ընդունեի, ես դեմ եղնեի այդ մտքին, որովհետև եթե իզուր չարքսան մտքեր կան, որոնք որ եթե չեն բարձրաձայնվել, ուրեմն իրական կյանքում չեն եղել, իսկ եթե բարձրաձայնվել են, ուրեմն ինչ որտեղ տեսել ես կամ լսել ես, ու իմ կարծիքով տեսնական ինչ որտեղ գոյություն է ունեցել, որովհետև ոչ առաջին, ոչ վերջին ֆիլմը, որտեղ որ այդ միտքը բարձրացված է, այդ իդեան ցույց տված է։ Կապված Էնդրյուի կերպարի հետ դերակատարը Մայլս Թեյլորն է, ով նշել է, որ շաբաթը ամեն օր 4 ժամ անցկացրել է պարապմունքներ, որպեսզի կարողանա ավելի լավ ներկայացնի իր կերպարն ու ֆիլմում էլ շատ դրվագներ կան, որը հենց ինքն է կատարում։ Հա,
երաժշտության հետ կապված։ Ֆիլմում հիմնականում երաժշտությունը как раз-таки օրիգինալ է, այսպես ասած, ու նշեմ նաև, որ հիմնականում ֆիլմի մեջ նվագախումբը իսկականից նվագել է այդ երաժշտությունը ու շատ քիչ դեպքերում է եղել, հիմնականում խոշոր կադր վերցնելուց է եղել, որ իրանք չեն նվագել։ Հիմնական թե չէ ատակ սաղ տեղերը իրանք են նվագել։ Նաև կապված այն ստեղծագործության հետ, որ նրանք կատարում էին ֆիլմի ընթացքում, կոչվում էր Քարավան, ու ռեժիսորը սրանով ցույց է տվել հերոսի անցած ճանապարհը, թե ինչքան բարդ է։ Նաև գլխավոր հերոսի վրայով բանավելցնեմ, որ իր ազգանունը հենց այնպես չէր ընտրված, ռեժիսորը նշել է, որ Ամերիկայում կա թանկ Նիմոն Մարկուս խանութ ու հենց գլխավոր հերոսի ամեն ուժեղ հարվածը կարող է հիշեցնել այդ թանկ գնումները այդ խանութում, ոտ, ու ինքը հիմնականում как раз-таки տանում է այդ Նիմոնը տանում է այդ խանութին։ Ովքեր նվագում են ջազի ոլորտում, նրանք նշում են, որ իրականում այդպիսի մթնոլորտ չի կարող լինել, որովհետև ջազը ավելի թեթև, ավելի ուրախ, այսպես ասած, երաժշտություն է, ու այդ մթնոլորտը, որը ցույց է տալիս ֆիլմում, իրականում այդքան էլ այդպես չէ։ Իսկ Նարինե, հետաքրքիր է, այդ նույն խստությանը դու ինչպես ես վերաբերվում։ Արդյոք կարող է հենց այդ նույն խստությունով ինչ-որ մեծ հաջողությունների հասնել հերոսը։ Ես հերոսը։ որպես օրինակ բերեմ այդպիսի խոսք կա, չգիտեմ հայերենում կա թե չէ, գնուտի պրանիկը։ Հիմնականում իրանք օգտագործեն դասավանդելու ժամանակ, որ ես քեզ լավ բաներ կսեմ, բայց հետո էլ վատ վերաբերվում կարողացի ստամ, ու հիմնականում իմ համար ինձ գտվադիկ լավ կաշխատի, հետեշտանք դպրոց, երբ որ սաղ մաթեմատիկայի ուսուցիչները հիմնականում կներկայացվին շատ ջղային, բայց հետո երբ որ կավարտես կամ իրանք կերտան, դու կհիշես, որ հա, իրանց թևերը աշխատել են ու ես ինչ-որ բան կրնացել եմ սորվիմ իրանց դասապրոցեսի ժամանակ ու չգիտեմ, իմ համար դա աշխատող բան է։ Այսինքն խստությունը կարող է իրոք մեծ արդյունքների հասցնել։ Հա։ Ճիշտ նորսեմ, ֆիլմը նայելուց իմ համար չիտես կյանքում իմ հանդեպ այդպիսի դասապրոցես չի վարվել, որ ասեմ ինքը վատն է, լավն է, բայց իմ համար օքեյ էր։ Ես օրդ նայեցի, չնեմ, ես չզարմացա այդ վերաբերմունքից։ Ըստիս ռեժիսորը ավելի շատ ոչ թե ցույց էր տվել, թե ինչքան ճիշտ է խստությունը, այլ ընդհակառակը քննադատել էր խստությունը, որովհետև բացի այն, որ այո, հերոսը կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, բայց ֆիլմի ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչքան այդպիսի հերոսներ հիասթափվում են ու չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։ Ըստիս դա ինչ որտեղ սխալ է այդ շատ խստությունը։ Ու նաև կուզենամ խոսենք վերջին կադրի մասին, որը շատ էլի քննարկվող կադր է։ Ինքը բացառված է կհամարվի։ Ինչ կարող եմ ասել, իմ համար ինքը այդքան էլ բացառված չէր, որովհետև ամեն մեկս վերջում մեր ավարտն ենք տանում ու այդքան էլ նման չի բացավարտին, որովհետև բացավարտը ինչ է հիմնականում հարցեր են առաջանում ու ինչ որ սյուժետի հետ կապելով դու գնում հասնում ես թե ինչ վերջը եղավ կամ դու կպատկերացնես, բայց ստեղ իմ համար շատ պարզ էր թե ինչ եղավ, ինքը հասել է իր այդ մակարդակին, որ նոր ինքը կուզեր ստանար ու չգիտեմ, իմ համար այդ է։ Իսկ օրինակ ռեժիսորը այլ մեկնաբանություն ունի, կապված վերջաբանի հետ։ Նա նշել է, որ այստեղ ոչ թե հերոսի հաջողությունն էր, որ այո, նրանք կարողացան միասին ինչ-որ ընդհանուր գծեր գտնել, այլ ընդհակառակը այստեղ ցույց է տալիս, թե մեր հերոսը ինչքան շատ բան կորցրեց իրենից, այսպես ասած իր աշխարհից, որպեսզի կարողանա հասնել այդ արդյունքին։ Օրինակ, մեր հերոսը սիրո եւ կարիերայի միջև դրեց սահման ու ընտրեց կարիերան։ Դու ճիշտ համարում ես այդ քայլը։ Հա, որովհետեւ ֆիլմը ներկայացրել է, որ ինքը ի սկզբանե իր ֆիլմի գլխավոր միտքն չի եղել, որ ինքը պարտադիր պիտի զույգ ունենա, պիտի սեր գտնի ու եթե այսինքն արդարացված էր, որ այո, նա կարող էր ընտրել։ Իմ կարծիքով, եթե նկարը ի սկզբանե ուրիշ մտքերով կտաներ, ուրիշ իդեա կտաներ,
Ուրեմն արդարացված է, որ ինքը ընտրել է երաժշտությունը, ոչ թե սերը։ Իմ համար ու իմ համար իրական կյանքում էլ եթե հիմնականում կարիերան կընտրեն քան ոչ թե սերը, այդ օքեյ է։ Այդ ես նույնիսկ ավելի շատ կընդունեմ։ Вот։ Նաև ֆիլմի հետաքրքիր դետալներից էր ուսուցիչի Ֆլեչերի շորը։ Հա, ինքը հիմնականում ֆիլմում ամբողջ ֆիլմի ընթացքում սև էր։ Դա անում է սես ավելի շատ դիմանիչսկի կողմերը, որ ինքս նա սև ավելի իշխող, չէ, ավելի խիստ տպավորություն է տալիս։ Հա։ Այդ ֆիլմը մենք իզուր չենք վերցրել, որովհետև ինքը ստացել է 3 Օսկար, որոնք եղել են ձայնի համար, մոնտաժի համար ու գլխավոր դերակատարներից մեկը, հա, գլխավոր դերակատարի համար։ Այո, ստացել է J.K. Simmons-ը, вот, իմ համար դա շատ լավ ցուցանիշ է։ Բացի այս ֆիլմից ռեժիսորը նաև նկարահանել է շատ հայտնի La La Land-ը, որ ավելի մեծ ճանաչում ունի։ Հա, ռեժիսորի աշխատանքներում կնկատվի այդ երաժշտության հանդեպ սերը ու շատ հաճելի է իր ֆիլմերը այդ առումով նայել, որովհետև հետաքրքիր ֆակտոր կիմանաս, տեմպի ու ռիթմի կանոնները շատ ճիշտ պահված են։ Նայես Ֆրոդի մյուզիկլ է, բայց մենակ մյուզիկլ չէ, ինքը շատ հետաքրքիր սյուժեն կապ է երաժշտության հետ ու չնամ հետաքրքիր է վերլուծելը, նստել խոսալ այդ երաժշտության վրով էլ, խեցը սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում երաժշտությանը ընտրված։ Դե ինչ, մեր քննարկումները հուսամ հետաքրքրություն առաջացրեցին ու Եթե չեք դիտել ֆիլմը, անպայման դիտեք։ Եթերում էր Դուբլ 2 հաղորդաշարը, ձեզ հետ էին Սեդան եւ Նարինեն։ Սպասեք նոր թողարկումների։ Սերջ։